Ոնց առատաձեռն է գտնվել ամերիկացիների նկատմամբ, շունիկը ավելի լավ պայմաններում ապրում, քան շանտերը։ Շատ մեծ դժվարությամբ են այստեղ գտնում աշխատանքը։ Այստեղ ասենք որ մաքուր է, չէ՞, օրինակ ոչ թե որ լավ են մաքրում դրանից, այլ մարդիկ չեն կեղտոտում դրանից։ Ու ինչքան զիջող ենք ստեղ ու դա կյանքեր է փրկում։ Շատ բաներ կա, որ այստեղ տեսնում եմ, ասում ինչ լավ կլինի, որ այս նույնը լինի մեր երկրում։ Ողջույն, այսօրվա մեր հյուրն է Աննա Գասպարյանը, ով ապրում է ԱՄՆ-ում և այսօր կներկայացնի մեզ իր ճանապարհը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր նոր զրույցները, այցելեք մեր կայք, ինչպես նաև հետևեք մեզ մյուս սոցհարթակներում։ Բարև ձեզ, Աննա ջան։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Եկեք լսենք ձեզ և պարզենք, թե ինչու եք տեղափոխվել ԱՄՆ և ինչու հենց հատկապես ԱՄՆ։ ԱՄՆ տեղափոխվել ինձ համար անակնկալ չէր, ծնողներս արդեն բավականին երկար ժամանակ այստեղ էին բնակվում, 20 տարուց ավելի, և ԱՄՆ տեղափոխվել եմ ընտանիքի վերամիավորումով, այսինքն օրինական եմ տեղափոխվել և ընտանիքով և տեղափոխվել եմ ԱՄՆ, որովհետև այստեղ ծնողներս էին եւ ոչ միայն, գրեթե ամբողջ ազգուտակս, բոլոր ազգականներս այստեղ էին։ Հա։ Բա եթե 20 տարի խիչ էիք շուտ տեղափոխվում, որ մի տարի է էլի ընդամենը որ տեղափոխվել եք։ Ահա։ Որովհետև երբ որ դիմում են, պահանջում են ընտանիքի անդամի պահանջելու, հա, այդպես այդ դեպքը, հա, կոչվում, հա, case են ասում, դեպք են ասում, կախված նրանից թե դու պահանջում ես չափահաս երեխային, անչափահաս, ծնողիդ, եղբորդ, այդ ամեն ինչը տարբեր գործընթացը տարբեր ժամանակահատվածում է իրականանում ու իմ դեպքը ամենաերկարն էր, որը պահանջել է 17 տարի։ Այսինքն դու պիտի լինես նախ եւ առաջ Ամերիկայի քաղաքացի, հետո նոր իրավունք ունենաս պահանջելու։ Իսկ երբ որ քո ծնողների հետ էր կապված։ Այո, ծնողս երբ որ մայրս դիմել է ինձ կանչելու համար, ես էլ չափահաս եմ եղել եւ ասեմ ավելի ընտանիք ունեի, դա ամենաերկար հերթն էր ու մենք սպասել ենք 17 տարի։ Հա։ Բայց հեշտ էր ձեր համար Հայաստանում մնալ առանց ծնողների։ Ինձ համար կարևոր որ ես Հայաստանում էի։ Հա։ Բայց մյուս կողմով էլ ամեն դեպքում ոնց որ մտածում եք, որ երբ կլինի թուղթը լինի, որ գնաք զուտ ծնողներին միանալու համար, թե ամեն դեպքում ոնց որ Հայաստանից էլ էիք ուզում գնայիք վերջապես։ Չէ։ Այստեղ մենակ մի պայմանով էր, մենակ մի պատճառն էր, որ ինձ բերեց այստեղ, որ ծնողներս այստեղ էին, այլապես Հայաստանից դուրս գալու, Հայաստանը լքելու մտադրություն երբևէ չենք ունեցել։ Հա։ Հեշտ հարմարվեցիք։ Դեռ հարմարվում ենք։ Հա, մի տարին քիչ ժամանակ է, այն կարոտն էլ ամենապիկի վրա է, չէ՞ երևի։ Կարծում եմ, որ նաև նայած մարդու համար, կոնկրետ ես ինձ համար եմ ասում, ոչ թե մի տարին քիչ ժամանակ է, այլ ինձ մի ամբողջ կյանք է պետք, որ ես այստեղ հարմարվեմ։ Այսինքն հարմարվեմ ոչ թե Ամերիկային, այլ հարմարվեմ Հայաստանից դուրս։ Հա։ Դե ամեն դեպքում որ ձեր հարազատների հետ եք, մի քիչ կօգնի ձեզ այդ փաստը, չէ՞։ Մի փոքր օգնում է այդ փաստը, որ այստեղ մենակ չեմ։ Հա։ Ի՞նչն եք կարոտում Հայաստանից։ Ի՞նչն է պակասում ձեզ։ Ամեն ինչը։ Մարդիկ, շենքերը, փողոցները, ամեն ինչը։ Հա։ Չէ, դե այդ կյանքը, պատմություն, այդ ամեն ինչը։ Ոչ միտեղ չես լրացնի։ Հա։ Չէ, մտածում ես զարգացած երկրի եք գնացել են, որ լիքը հնարավորություններ, գրաֆիկը սենց որ լսում ենք այնքան խառն են, որ մտածում ես չեն էլ հասցնի մարդիկ կարոտեն այդ իրենց անցած ճանապարհը, էլի, չէ։ Ահա։ Այստեղ չկա քո պատմությունը, այստեղ չկա քոն, այ երբ որ դու գնում եք հարևանի տուն ու որ ձեր տանը գերազանցում է մի քանի անգամ, հա շատ լավ է, բայց դու գնում ես սուրճդ խմում ես ու արդեն վերադառնում ես տուն ու այն տանը դուռը որ բացում ես, արդեն ինչ ասես արժի։
ու նույնն էլ քո հայրենիքը ոչ մի երկրի հետ չեմ փոխի։ Ես այստեղ չեմ մտածում, որ եկել եմ ապրելու, հենց որ մենք ընկերներով հավաքվել էինք ու որ խոսում էինք մեր մեկնաբանություններն էինք անում, ես օրինակ ասում եմ, որ ինձ համար ԱՄՆ-ն ոնց որ աշխատանքի վայր լինի, որ ես եկել եմ աշխատանքի, առավոտ եկել եմ, պիտի երեկոյան գնամ տուն։ Տունը Հայաստանն է այս դեպքում։ Ես կարում եմ, որ ես եկել եմ աշխատանքի, ես աշխատում եմ ու պիտի գնամ տուն։ Ես այստեղ չեմ եկել ապրելու, ես այստեղ չեմ տեսնում ինձ հետո։ Այո։ Բայց պլաններում ունեք փաստորեն, որ պարտադիր պետքա վերադառնաք ու շարունակեք ապրել Հայաստանում։ Իրականում երբ որ ճամպրուկս դատարկեցի, որ եկա Հայաստանից հասանք տուն, ամեն շատ լավ որ ճամպրուկս դատարկեցի, հաջորդ օրվանից այդ ճամպրուկը արդեն լցվում էր դեպի Հայաստան գնալը ու արդեն 3 ճամպրուկ ունեմ, որ միայն պիտի տոմսը առնեմ ու մոտ ժամանակներս մեկնեմ Հայաստան։ Հա։ Ուղղակի տեղափոխվեք վերջնական, թե գաք ոնց որ կարոտը արդեն գնաք։ Գամ Հայաստան կարոտս առնեմ, հետ գամ աշխատանքի ու հետո անպայման Հայաստան վերադառնալ ու Հայաստանում ապրելու պլաններով։ Այո, մտադրությամբ։ Այդտեղ բայց հեշտ աշխատանք գտաք։ Այ որ ասում են ԱՄՆ-ն հնարավորությունների երկիր է, ամեն ինչ թափած է, միանգամից կարողանում ես քեզ վերագտնես, գտնում եք, որ այդպես է։ Որևէ թափած բան այստեղ իրականում չեմ տեսել եւ պայմանավորված վերջին ժամանակում մեր հայրենակիցների միանգամից մեծ խմբականակով այստեղ տեղափոխվելով այդ փաստով հիմա կան չէ խմբեր հայ մամաների խմբեր չէ տարբեր խմբեր կան ու այդ մեծ մասում գրեթե ես կամ ընդգրկված եմ ու տեսնում եմ որ շատ կանայք գործազուրկ են շատ կանայք աշխատանք են փնտրում շատ մեծ դժվարությամբ են այստեղ գտնում աշխատանքը հիմնական խնդիրը իհարկե լեզուն է եթե լեզու իմանում ես դու կարողանում ես տեղավորվել աշխատանքի իսկ եթե ոչ ուրեմն դու ստիպված ես աշխատանք փնտրել միայն հայկական միջավայրում դա էլ արդեն ինքն իրենով իջացնում է ժամավճարը դեստեղ ժամավճարի հա գինը իջացնում է որովհետև եթե ասենք նախկինում քիչ էին աշխատողները ու աշխատատուն ստիպված էր լինում ասենք վճարել X գումար մի ժամի համար հիմա այդ նույնը անում են արդեն կես գնով ու այդպես նաև իջնում է աշխատավարձը ու շատ կանայք չնչին աշխատավարձով ասենք կա սահմանված գումար հա մի ժամի համար հա Կալիֆոռնիայում օրինակ եմ ասում դրանից ցածր աշխատավարձով կանայք շատ կանայք փնտրում են աշխատանք ու համաձայնվում են այդպես ես ինքս աշխատանքի տեղավորվել եմ կարելի ասել իմ մասնագիտության մոտ աշխատանք եմ անում ես շատ գոհ եմ եւ աշխատանքային պայմաններից եւ վարձավճարից ես աշխատանքի տեղավորվել եմ բարեկամիս որովհետեւ այստեղ շատ են իմ ազգականների տարբերություն մյուսների որ գալիս են լրիվ մենակ օտարության մեջ ես շնորհիվ իմ ազգականների աշխատանքի տեղավորվել եմ հիմա պիտի արդեն մտածենք մեր կրթության մասին որովհետև անկախ նրանից դու այստեղ գալիս ես ինչ մասնագիտությամբ որպես ինչ ես հա որպես մասնագետ ով ես ինչ ես այստեղ պիտի անպայման դու սովորես որ ոնց որ դու հասկանաս դու զգաս քաղաքը ինչ է շնչում դու պիտի սովորես ոնց որ դու այստեղ թերին ես կես մարդ հիմա պիտի անկախ նրանից որ մենք ընտանիքով 4 հոգով տեղափոխվել ենք 4-ս էլ ունենք աշխատանք պիտի անպայման հիմա սովորենք հա աշխատանքից արդեն բայց անորեն մինչև տեղափոխվելն էիք սովորել պատրաստ եք եկել տեղափոխվել ԱՄՆ թե դեռ այդ փուլի մեջ եք Նայեք, այնքանով, որքանով, բայց այս մի տարվա ընթացքում ես պիտի ասեմ, որ չնայած դեռ չենք սովորել, որովհետև այստեղ մի քիչ այլ է կրթական համակարգը, նախ էլ եմ ասում, քեզ որոշակի ժամանակ պետք է, որ դու հասկանաս ինչ են շնչում մարդիկ, կարգը, կանոնը, ադապտացվես, հա,
այդ ամեն ինչին ընտելանա սովորես, ասենք որ այ էսա համակարգը, կրթական համակարգը այսպիսին է, աշխատաշուկան այսպիսին է, դրա համար մենք դեռ չենք դիմել սովորելու, բայց այսքան քայլեր արել ենք, բայց որոշակի ժամանակահատված էր պահանջում։ Օրինակ ասեմ, որ պիտի մի տարի անցնի, դու լինես մի տարվա այստեղի բնակիչ, հա, ռեզիդենտ, որպեսզի իրավունք ունենաս անվճար սովորելու համար դիմես, հակառակ դեպքում գումարը մեծ է։ Մենք դրա համար այս մի տարի ժամանակ չկորցրեցինք, աշխատեցինք ու հիմա արդեն դիմել ենք Աշտանից սովորելու համար։ Լեզուն էլ որքանով որ գիտեինք Հայաստանում, այստեղ էս մի տարվա ընթացքում, օրինակ ես ինձ համար եմ ասում, որ բավականին իմ բառապաշարը հարստացել է, ես կարողանում եմ ազատ հաղորդակցվել, հասկանալ ու հասկացնել։ Միգուցե ոչ ակադեմիական մակարդակի, բայց հաղորդակցման մակարդակի կարող եմ։ Ինքնուս, որ ասեմ ես ինչ որտեղ սովորեմ, չէ։ Ուղղակի մինչև անգլերեն Լսելով երևի։ լսել սովորելը, ես ինքս գերմաներեն եմ սովորել ավարտել համալսարանում, դե որ դու արդեն մի լեզու ուսումնասիրում ես, մյուսի համակարգը, կառուցվածքը հասկանալը ավելի հեշտ է Հեշտ է լինում։ լինում։ Այ ի՞նչն եք այդտեղ շատ հավանել, սիրել, որ զգում եք Հայաստանում պակասում է ու շատ կուզեիք, որ մեր մոտ էլ լինել։ Կարգ ու կանոնը, մաքրությունը։ Այստեղ ասենք, որ մաքուր է, չէ՞, օրինակ, ոչ թե որ լավ են մաքրում դրանից, որ մարդիկ չեն կեղտոտում դրանից է։ Ես շատ եմ ուզում, որտեվ ինձ համար շատ ցավալի է, որ կեղտոտում են մեր քաղաքը, շատ։ Ես այստեղ որ արթնանում եմ, կապ չունի, որ իմ քաղաքը չի։ Ես սկսում եմ մինչև իմ տունը մաքրել, ես սկսում եմ դուրսը մաքրել, նույնն էլ անում եմ Հայաստանում, Երևանում, որտեղ որ ես բնակվել եմ, լույսը դեռ չբացված, ես արդեն տարածքն եմ մաքրել, հետո նոր իմ տունը։ Ու ինձ համար շատ ցավ է, որ ես տեսնում եմ, որ մեքենայով անցնելուց ծխում են ու մնացորդը արդեն պատուհանից նետում են դուրս ու նկատել եմ կարմիր լույսի տակ որ կանգնում ենք սենց գծով, որը ծխախոտի մնացորդներ են ու հետո անպայման հենց այդ օրը թեկուս արդեն որ նստում ես սեղանին կենաց ես խմում, առաջինը հայրենիքիդ կենացն ես խմում, բայց հայրենիքը սկսում է քեզանից, դու պիտի մաքուր պայես, անկախ նրանից ով կլինի իշխանության, ով կլինի ներսում, ով կլինի դրսում, ես շատ եմ ուզում որ կարգ ու կանոն լինի մեր երկրում, մաքուր լինի մեր քաղաքը, շատ բաներ կա, որ այստեղ տեսնում եմ, ասում ինչ լավ կլինի, որ այս նույնը լինի մեր երկրում։ Շատ մաքրությունը առաջին հերթին, կարգ ու կանոնը, համբերատարությունը, իրար հանդեպ հանդուրժողականությունը, շատ եմ ուզում, ինչքան զիջող ենք ստեղ ու դա կյանքեր է փրկում։ Երբ որ դու ճանապարհին ինչ որ մեկին ճանապարհը զիջում ես, դու չես պարտվում։ Դու դրանով կյանքեր ես փրկում։ Իսկ մեզ մոտ մենք միշտ ուզում ենք առաջինը տեղ հասնենք, շատ դեպքում տեղ չենք հասնում։ Չենք զիջում, զիջող չենք։ Մենք մի քիչ տակարյուն ենք, չէ՞, այդտեղ ես սոմա արդեն մարդիկ ոնց որ շատերը համել դրսից եկած ոնց որ հավաքված ազգեր լինեն, ամեն մեկը ոնց որ հյուր լինի, այդտեղ դրա համար հյուրի պես է երևի պահում։ Իսկ մեր մոտ մենք մեր տանն ենք, ոնց կուզենք մեզ կդրսևորենք, պլյուս դրան տակարյուն ենք, պլյուս երևի երկրի ներքին վիճակը հետ պատերազմական շրջան, sense լրիվ գործողները ոնց որ կաթիլ ազդում են, էլի։ Ասենք օրինակ շատ հաճախ տեսնում եք, չէ, օրինակ աղբամանները, այրված աղբամաններ, այրված կանգառներ։ Իմաստը։ Չես ասում, այդ բան այդ մարդը ինչ էր մտածում։ Կամ ասենք տեսնում ենք օրինակ երեխան կենթանուն վնասում է կամ ցավացնում է կամ չգիտեմ, ինչ որ դաժան վերաբերմունք, չէ, ասենք իսկ ստեղ փողոցում դու կենթանի չես տեսնի, նույնիսկ եթե մարդը ունի 3-4 կենթանի տան, եթե փողոցում կենթանի տեսավ, ինքը կվերցնի կտանի տանը այդ կենթանուն կպահի։ Դե դա արդեն ռեսուրսների հարց է, էլի, որ այդ մարդը ուրեմն ունի այդ հնարավորությունը, չէ՞, որ 3 կենթանի ունի, 4-ն էլ կտանի։ Երևի տան խնդիր չունի։ Հա, բայց մենք ունենք օրինակ շատ ապահովված ընտանիքներ, որ նույնիսկ այդ բարեգործական ընկերություններին չեն տրամադրի որևէ լումա, որևէ աջակցություն չեն ցուցաբերի, կգնան ամենաթանկարժեք մեքենաները կգնեն, թանկարժեք ամեն ինչից կօգտվեն, բայց չեն անի։ Իսկ ստեղ դու կտեսնես, որ այդ շունիկը ավելի լավ պայմաններում ապրում, քան շանտերը։ Խղճող են շատ։
շատ։ Հետո երևի պետությունն էլ է, չէ, աջակցում։ Մեր մոտ ոնց որ մասնավոր կենտրոններն են այդ խնդիրը վերցրել իրանց վրա, որ շներին պետքա փրկեն, օգնեն, իսկ այդտեղ ընդհանրապես Պետության պետությունը։ այ պետական աջակցություն կա, բայց Եվի դրան հերթ չի ասում, կան այո կենտրոններ այդպես, որտեղ որ կան կենթայիներ, բայց դրանք շատ ավելի քիչ են, քան որ առանձին տներում կենթանիները ապահոված են։ Հա։ Հետաքրքիր է, չէ, բայց այսպես որ ասում ենք, ոնց հա լինում, չէ, այդքան հայ ունենք այդտեղ, միլիոն թե միլիոն ու կես է, չէ, արդեն ֆիքսում թիվը, բայց այդքան էլ ենթադրեք Հայաստանում է, բայց ոնց հա լինում, որ գալիս են Հայաստան նույն այն նախկին հայն են դառնում, չէ, որ կարելի է նետել աղբը, կարելի է ինչ-որ բան ջարդել, կարելի է շների խփել, բայց ասենք եթե իրենք ԱՄՆ-ում են ապրում, ուրեմն պետքա պահել կարգապահ քաղաքացու նման։ Որովհետև այստեղ օրենքը շրջանցել չես կարող ու եթե դա նկատի ոստիկանը, դու ստիպված կլինես դրա համար բավականաչափ գումար վճարել եւ աղտոտելու համար եւ փողոցը անկանոն անցնելու մեքենան անկանոն վարելու համար, իսկ մեզ մոտ հնարավոր է դա Ամեն ինչ անել։ շրջանցել։ Ահա։ Ոնց որ սպասեն, որ հայտնվեն այնպիսի միջավայրում, որ դու գանվելու բան չլինի, էլի, այդ վերահսկողությունը չլինի, բայց խղճով պետքա շարժվել, էլի, ոչ թե։ Թեպետ ես ասեմ, որ Գլենդել քաղաքում, որտեղ որ ամենաշատ թվով հայերն են կենտրոնացած, էլի նույն երթևեկությունը անկանոն է, դրա համար ոստիկանները ամենաշատ մեծ թվով կուտակված են Գլենդելում, էլի մենք Հայերը մեզ ամենտեղ։ անենք ստա։ Այո։ Բնույթով ենք, էլի, այդպեսին։ Այո։ Այ եթե համեմատենք այդտեղի ոստիկանություն, բժշկություն, դե մի տարի է գնացել եք, ենթադրում եմ չեք մոռացել Հայաստանի ոչ բժշկությունը, ոչ մնացած ոլորտները շատ են տարբերվում սպասարկումը, ընդհանուր ոլորտները իրանց ձևով։ Ես բժշկի դիմել եմ, առիթ եղել է, որ դիմել եմ, պիտի ասեմ, որ մեզ մոտ շատ ավելի բարձր է սպասարկումը, որակը, փառք ու պատիվ մեր բժիշկներին, այստեղ եթե դու ինչ-որ մի խնդիր ունես, այո կա ապահովագրություն, բայց այնքան դու դրան պետք է սպասես, որ արդեն այդ ցավներ ես մոռանում, էլ հետո ժամանակ չես ունենում անդրադառնաս դրան, կամ կապի ես դուրս գալիս Հայաստանի քո բժիշկների հետ, այնպես որ մեր բժիշկներին փառք ու պատիվ, որ իրենք, եթե դու այստեղ պիտի ամիսներով սպասես, ապա Հայաստանում դու դա րոպեների ընթացքում այդ հարցը կարող ես լուծել ու դիմել բժշկի։ Քո խնդրի համար լուծում ստանալ։ Մենակ այդ մի հանգամանքը այն որ չգիտեմ, էլի, այդ շատ կարևոր կետ է, չէ, որ ոնց կարելի է հայտնվել մի երկրում, որտեղ որ կարող է այնպեսի խնդիր է, որ դրա չբուժելը այդ պահին շատ վատ հետևանքներ բերի։ Մինչև օրինակ իմ այդ դեպքը անցավ ու ինձ զանգ եկավ, որտեվ կար այնտեղ զանգով տարբերակ, իրավունք ունես էլի բժշկի հետ խորհրդատվությունը լինի հեռախոսով կամ այցելությամբ, ընտրել էի զանգով տարբերակը ժամանակի սղության պատճառով, մինչև բժիշկը զանգեց, ես ասացի, որ արդեն շնորհակալություն բժշկ, ես արդեն լավ եմ։ Ու ինքը դրա համար ստացավ իր խորհրդատվության բավականին մեծ գումարը։ Այո։ Ես այդ ընթացքում կապնվել էի Հայաստանի բժշկի հետ։ Իսկ Հայաստանի բժիշկը ոչ մի բան չի ստանում դրա համար։ Ուղղակի սրտացավ են։ Ընդհանուր առմամբ այո չեն ստանում, բայց ես գնահատում եմ իմ բժիշկներին։ Մենք եւ իրենց կատարած աշխատանքը։ Այ խոհանոցի տեսանկյունից որ նայենք, դե հա հայերով եք շրջապատված, ենթադրում եմ կփորձեք, որ հայկական ինչ-որ մի բան պատրաստեք, հայերով հավաքվեք, կարոտա առնեք, բայց հեշտ է ստացվում, հեշտ է տրվում, որ գտնեք այդ հայկական գոնե համին մոտ մթերքները։ Մենք հենց այսօր այստեղ հավաքված էինք ճաշի ու ես հենց այդ մասին խոսում ենք, որ այստեղ ամեն շատ համեղ է, շատ համեղ, ինձ համար տարբերություն չկա ճիշտն ասած Հայաստանի
խոհանոցը այստեղ մենք այստեղ էլ դե հայկական խոհանոցն ենք պատրաստում օգտվում ուղղակի այստեղի մթերքով ես Տարբերություն պիտի չեք ասեմ զգում։ որ համեղա, ահա, տարբերություն չեմ զգում։ Հա, հետաքրքիր։ Գիտեք, այստեղ ծայրաստիճան մեծ է անդրանին, գիպերմարկետներ են, որ վերջը չի եղում խանութների, ու դու հաստատ կարողանում ես ընտրել 1-2 անգամ արդեն գնումներից հետո, Կողմնորոշվել։ այո, Հա, ամեն տեսակի կա, դու քոն ընտրում ես, միրգներ, բանջարեղեններ շատ լավն են, շատ համեղ են ու նայում ենք, որ որակը լավը լինի, որովհետև տարբեր տեղեր կա, որ նշվում են, այսօր արդեն հեռախոսների մեջ էլ կան այդ ծրագրերը, ներբեռնում ենք, այդ կոդերով արդեն տեսնում ենք ինքնիրենց ինչա ներկայացնում։ Ես հավանում եմ, այստեղի սնունդը ինձ համար լավ է։ հա։ Որ ասում են այդտեղի միսը շատ է տարբերվում կամ չէ, լավաշի համը հայկական այդ համն ու բույրը չունի, ձեր համար այդպես չի փաստորեն։ Երևի, որովհետև օրինակ լավաշը, օրինակ անունը չեմ տալիս, բայց ընտրում ենք, գնում ենք հայկական էլի ամեն ինչով արված հայերի, հա, Հաց։ հացաբուրգեղենից ենք օգտվում, Ահա, այստեղ օրինակ կա միս, որ գրված է Իջևանի խոզ, օրինակ, հա, որովհետև շատ նման է Իջևանի մսի համին, խոզի համին, այդ ամեն ինչը սենց իրարից հարց փորձ անելով այստեղի էս ինչն է լավ, այնտեղ են ինչը համային ոչ մի տարբերություն ես չեմ զգում։ հա, շատ լավ։ Լավն է, չեմ կարող թերագնահատել, հա, իրոք էստեղ էլ համեղ է շատ։ Ահա։ Այ որ ենթադրեք արդեն ճամպրուկը դասավորածա հետ եք գալիս Հայաստան։ Ինչն է որ ինքնաթիռից իջաք ու ձեր առաջի պլանը ինչն է որ այդ մի բանը պետքա պարտադիր շտապ անեք։ Դե առաջին հերթին տուն կգնա։ Հա, Ընկերներից, բարեկամներից կայցելեմ։ հա, Շատ տեղեր կան, որ պետքա այցելեք։ օրինակ այստեղ, եթե այդտեղ շատ հաճախ եկեղեցիներ են կայցելել, չեմ կարող բացատրել ինչն է պատճառը, բայց այստեղ առայժմ շատ կան հայկական եկեղեցիներ, բայց դեռ չեմ Չեք կարողացել գնում։ մտնել եկեղեցի։ Հա, Կգնամ եկեղեցի։ հա։ Բայց շատ է տարբերվում այդտեղի եկեղեցին, մեր եկեղեցու երևի տեսքի Գիտեք, պատճառով չեք ուզում գնաք։ արտաքինը որ ուրիշ է, դու չես Հա, ընկալում դա որպես եկեղեցի։ հա։ Բայց էլի ներսում խորան կա, մոմ վառել կամ չգիտեմ նստել աղոթել, ամեն ինչը ապահոված է։ Չեմ կարող ասել։ Հա, ընդհանրապես չեք գնացել։ Չէ։ Հա, հետաքրքիր է։ Տեսակ ինձ խորթ է, չեմ մտելացել դրան, չեմ մտել, չէ։ Հա։ Միգուցե վարից է, օրինակ տեսեք, ես Երևանի այս նոր կառուցված եկեղեցիներն էլ չեմ սիրում գնամ, եթե գնում էլ եմ, մի տեսակ ոնց որ ինչ-որ մի պարտ կա, մոմ վառեցի ու դուրս եկա, ոնց որ քեզ թվա դու գնացիր, բայց Աստծո հետ կապ չհաստատեցիր։ Բայց որ այն հին եկեղեցի եմ մտնում, նույն օրինակ Սայաթ Նովայի վրա կա հին եկեղեցի, կողքը կաթողիկոսի նստավայրը սարքեցին, չէ։ Ես որ գնում եմ, ասենք հնում եմ կարողանում ոնց որ այդ թեթևությունը զգամ։ Երևի այդ նույն երևույթն էլ ձեզ մոտ է, էլի, այդ մեր հնությունը ինչ որ մի բան ասում է մեզ։ Ահա, որովհետև ես օրինակ սիրում էի, սովոր էի, որ պիտի շաբաթ կամ կիրակի առօրյան վեր կենայի, քշեի, քանի կիլոմետր մեքենայով գնայի, ժայռերի վրայով ու հասնեի այդ եկեղեցին։ Հա, Նայենք, տեսնեինք որտեղին է չէինք եղել ու գնայինք, տեսնեինք, հա, մտնեինք։ Այստեղ չի ձգում։ հա։ Այ որ հատկապես այդ ձև եք գնացել եկեղեցի, որ հասնեք հնություններին։ Դրա համար ինձ թվում է իմ խնդիրը որ կա, ես ձեզ միանգամից հասկացա։ Բայց Ժայռերի ծերպերին պիտի գնայինք, չէ, մենք ինչ ենք բարձր դժվար հասանելի չէ վայրերում կառուցել, որպեսզի թշնամին չհասնի, չէ, չավիլի, չէ, մեր եկեղեցին, հա։ Այդ դու էլ տես ոնց որ ուխտի ճանապարհ լինի, որ դու էլ պիտի դժվարությամբ գնաս հասնես քո մոմը վառես։ Իսկ այստեղ որ շատ սիրուն սենց ամեն քայլի տենց սիրուն կա, ու մի տեսակ ինձ չի ձգել։ այդ հեշտությունը չի գրավում։ Ոճը ուրիշ է, արդեն սովոր չի քեզ։ Անսովոր է։ Ահա։
Իսկ փորձում եք ինչ-որ մի տեղ գնաք, որը ոնց որ ձեզ հիշեցնի Հայաստանը, հայկական ինչ-որ մի հատ թեկուզ ժայռոտ վայր կլինի, թեկուզ այնպեսի մի վայր, որ թվա Սևանի մոտ եք։ Անպայման նույնիսկ փողոցով էլ որ քայլում ենք, չի ասում, սա գիտես ոնց որ ասենք ստեղ Ստեփանավանում լինեմ, կամ եթե ինչ որ ճանապարհ գնում ենք, ասում վայ ոնց որ Դիլիջանի ոլորանները լինեն, մի խոսքով այսպես ինչի հետ համատականներ անցկացվում են, հա, ոնց որ Եղեգնաձորում լինեմ, այսպես, հա, անպայման։ Իսկ հասցնում եք Ինչի համեմատության մեջ է լինում։ Հանգստանալ, այո, հասցնում ենք շաբաթ եւ կիրակի կամ շաբաթ կամ կիրակի անպայման բարձրանում ենք այստեղ սարերը կամ գնում ենք անպայման տեսարժան վայրեր ենք բացահայտում, նախ լիցքաթափվում ենք անցած շաբաթվանից ու լիցքավորվում ենք հաջորդ շաբաթվա համար, որովհետև այս նահանգը Կալիֆոռնիան աննկարագրելի գեղեցիկ նահանգ է ու անվերջանալի։ Դու ինչքան որ գնաս, այնքան պիտի բացահայտես ու հիանաս։ Շատ գեղեցիկ է, շատ ու շատ տարբեր։ Ու այդ առումով Աստված առատաձեռն է գտնվել ամերիկացիների նկատմամբ ու շռայլել է իրանց այս բնությունն ու տեսարժան վայրերը, մենք էլ փորձում ենք հնարավորությունից օգտվելով, քանի որ հիմա այստեղ ենք, օգտվենք այդ եւ այո, եւ հանգստանանք, եւ տեսնենք, եւ ճանաչենք, եւ բացահայտենք, որովհետեւ այստեղ էլ մեզ նման չեն, որ միատարր են, հա, ասենք, մի ազգություն լինի, ինչքան մարդ, ինչքան ազգություն, այնքան մշակույթ, ու շատ հետաքրքիր է, մենք էլ փորձում ենք այդպես ծանոթանանք, բացահայտենք։ Հա։ Բայց դուք եք գտնում, որ գրաֆիկը այդտեղ այնքան խիտ է, որ շատ դժվար է տրվում այդ անձնական ժամը, էլի, որ մարդ հասցնի հանգստանալ, օրվա վերջում ինչ-որ գոնե մի ժամ նվիրի իրեն։ Գիտեք ինչի են ասում պատճառաբանում, հա, ու հիմնավորված գրաֆիկի համար, որովհետև դու պիտի ամեն րոպե աշխատես, որպեսզի կարողանաս եւ տան վարձը տալ, եւ մեքենաները, եւ կոմունալները, եւ ապահովագրություն շատերը, ովքեր որ չունեն, մենք առայժմ ունենք բժշկական ապահովագրություն, դա համար մարդիկ ստիպված են լինում շաբաթը 7 օր անընդհատ աշխատել։ Իրոք օրը շատ հագեցած անցնում, մանավանդ որ փոքր քաղաք չի մեծ է, դու ինչ որ մի տեղ գնալու համար պիտի ամբողջ քաղաքը անցնես, շրջանցես եւ այլն, հա, ժամանակատար է, բայց ցանկության դեպքում հնարավոր է 1 օր տրամադրել եւ լիցքաթափվել եւ լիցքավորվել։ Մենք այդպես անում ենք անպայման։ Շաբաթվա մի օրը անպայման։ Այ ինչն է, որ այդ երկրի ոնց որ այդ մի կետի հետ չեք համակերպվում։ Ոնց որ անդադ այդ տարօրինակ լինի ձեզ համար ու չգիտեմ, որ ասեմ, զվանքով եք նայում այդ երևույթին, շատ կոպիտ կլինի, բայց ոնց որ չէ, էլի այդ մի բանը ասում եք ոնց կարելի է ասենց բան։ Զարմանքով եմ նայում այն փաստին, այն երևույթին, որ ԱՄՆ-ն ինքը աշխարհի եթե ոչ ամենա, ապա ապահովված երկրներից մեկն է եւ ամենահզոր, բայց ըստ իս ամեն դեպքում քանի երկիր որ ես եղել եմ, նման մեծ քանակ անօթևանների ես չեմ տեսել։ Ու այսօր հենց խոսում ենք, ասում ենք, այսօր ես ամուսնուս հետ խոսում եմ, ասում եմ, ի՞նչն է պատճառը, որ մեքենայով գնում էինք ու նայում ես 4 կողմատ անօթևանն են, 4 կողմատ, ու իրանք գումար չեն ուզում քեզանից։ Դու կտաս, չէ, իրենք չեն ուզում գումար։ Թե խանութի մոտ, մուտքի մոտ, թե խանութների, բոլոր խանութների ավտոկայանատեղիներում, թե դատարկ մի փոքր հատված են գտնում, թե մայթերում, թե կանգառներում անթիվ, անհամար անօթևաններ կան, անթիվ, նաև նրանք էլ կեղտոտում են քաղաքը։ Ինչն է պատճառը, չես հասկանում։ Ծույլ են երևի այդ մարդիկ։ Չեմ, այս մի տարի անընդհատ ես մտածում, ասում ինչի պիտի թե թմրանյութերի
հասանելի լինելը, թե լավ կյանքը, թե ծույլ լինելը, թե թանկ կյանքը, որ ոչ բոլորին է հասանելի, չեմ կարող ասել, բայց չեմ ինչքան էլ որ նկարագրում էին, այս կարգի չէի պատկերացնում, որ այսքան շատ անօթևաններ եմ տեսնելու Ամերիկայում։ Հա։ Այդպես շատ աչքի զարնող ու անհանգստացնող։ Այսինքն, եթե ես Հայաստանում կարող եմ 24 ժամ հանգիստ իմ քաղաքում քայլել փողոցում, ապա այստեղ տանից դուրս գալ քայլելը ինձ համար օրինակ ապահով չի։ Հա։ Իմ Իրենք նաև տեսանկյունից, վտանգավոր են փաստորեն։ որովհետև շատերը ոչ սթափ են։ Այո, բոլորը ոչ սթափ են։ Չեմ կարող ասել ինչի ազդեցության տակ են, այսինքն չեմ կարող ասել հոգեկան շեղումներ ունեն, մտավոր հետամնացությունն է դա, թե դրա Ինչ որ բանի հետևանքն է, ազդեցության թե տակ։ ինչ որ բանի ազդեցության տակ են, չեմ կարող ասել, որովհետև դու փորձում ես անդադ շրջանցել, չնայես իրանց դեմքին, ապահով չի, չգիտեմ ինչն է, բայց ապահով չի։ Իսկ Հայաստանում դու կարող ես 24 ժամ հանգիստ շրջել քո սիրելի քաղաքում։ Դե մեր մոտ էլ կան, ասենք, անտուն մարդիկ, sense որ մտածում չէ, բայց օրվա մեջ կարող է մի հոգի հանդիպես, բայց որ մտածես վտանգ են իրենք սպառնում քո կյանքին, երբեւիցե մտքովդ չի անցնի։ Ահա, տեսեք, դուք օրինակ կարող ես նույնիսկ հաշվել, թե դու այսօր քանի անօթևան տեսար, չէ, Երևանում։ Իսկ Էն էլ Երևանում։ այստեղ չես կարող հաշվել։ Այստեղ անհաշվելի են իրենք։ Շատ են։ Հետաքրքիր։ Բայց դե ամեն մեկը իր ճակատագիրը ունի, ինչ իմանանք, ինչ ճանապարհով են ընկել այդ փուլի մեջ։ Հետո մեզ մոտ իրոք գումարի պատճառով են հայտնվել դրսում կամ հենց կոնկրետ գումար են, չի ուզում, այ մեզ մոտ ոնց որ մուրացկան լինեն, ոչ թե անօթևան, այլ միգուցե նաև ինչ որ օթևան ունի ինքը, բայց գումար չունի։ Իսկ ստեղիները իրենք գումար չեն ուզում, մուրացկանություն չեն անում, քեզնից գումար չեն ուզում։ Իրենք անօթևան են դրսում, տենց առավոտը որ լույսը բացվում է, պիտի գնանք աշխատանքի, կանգառների նստաններին բոլորը քնած են, կամ անցումների տակ, կամ ինչ որ sense անկյուններում խանութների, այդ մուտքի ծածկերի տակ քնած են։ Գումար չեն ուզում։ Այսինքն իրենք ընտրել են այդ կյանքը, էլի։ Իրենք են ընտրել, ոչ թե ընկել են այդ կյանքի մեջ։ Բայց ոստիկանությունը ոչ մի բան չի նախաձեռնում, այսինքն։ Բացարձակ։ Չէ։ Չեմ կարող ասել, բայց որ ասենք տեստեներ գանտան են, չէ։ Չեմ տեսել, որ այսքան ժամանակ մի անօթևանի մի ոստիկան մոդել է։ Ես չեմ տեսել, չգիտեմ, այստեղ համակարգը ոնց է իրանց մոտ, չեմ կարող ասել, բայց նույնիսկ եթե խնդիր առաջացնեն, այդ դեպքում չեմ կարող ասել, որովհետև չեմ տեսել, որ խնդիր առաջացի։ Դրանք ուղղակի շատ են, բայց դու իրանցից խուսափում ես, դեռ իրանց հետ կապված տես ինչ որ միջադեպ չեմ նկատել, բայց շատ են։ Դե երևի որ ժողովրդավար երկիր է, եթե այդ մարդը ընտրել է այդ կյանքը, գնա ոստիկանին չասի, ծեծի ասի գնա աշխատի։ Իմ համար օքեյ է, այդտեղ պարկած քնած եմ։ Մեր համար է այդ տարօրինակ երևույթ, էլի, չէ, ասենք ոնց կարելի է ընտրել այդ կյանքը, ոնց կարելի է չաշխատել, ասենք։ Ասենք Ամերիկան հնարավորությունների երկիր է, ոնց կարելի է այսքան ոչ մի ճար չգտնել, էլի, ոչ մի հնար չգտնել։ Մոտավոր ասեմ, մի առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում մոտավորապես մի 10 անօթևանի կտեսնես։ Ամեն մի կայանատեղիում այդքան իրենք։ Այ ես ճիշտ հասկացա, որ շատ եք ճամփորդել, մինչև ԱՄՆ գնալը։ Որ երկրներում եք եղել։ Ես շատ եմ ճամփորդել նախ Հայաստանի տարբեր տեսարժան վայրերով հնարավորինս, ահա։ Այդպես էլ Հայաստանից դուրս, դե մեզ սահմանակից Վրաստանում։ Բազմիցս եղել եմ Վրաստանում, իհարկե փորձել եմ անընդհատ ավելի շուտ ինձ ձգում էր հայկական Վրաստանը, այն ինչը որ հայկականներ, եվրոպական երկրներից եղել եմ Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Բելգիայում, այդպես Մոսկվայում եմ եղել, այդպես։
Եգիպտոս, որտեղ հայերը մշտական հիմնականում լինում են։ Այցելում են։ Ըհը։ Ահա։ Կար ինչ որ մի բան ձեր ճամփորդությունների ժամանակ, որ ոնց որ էլի sense գտնում եք ու ասում եք, վայ, այս բանը Հայաստանում չկա, Երանի լինի ու ինչքան է պակասում մեզ մոտ, որ մեզ ավելի լիարժեք զգանք։ Չէ, ես ինձ Հայաստանում շատ լիարժեք ու բավարարված եմ զգացել ու միշտ կարոտով վերադարձել եմ Հայաստան։ Ինձ համար չնայած Եվրոպա եւ այլն, Ամերիկա ինձ համար Հայաստանը լավագույնն է։ Ըհը, ընտիր։ Վայր որ ուզում ես միշտ գնաս, վերադառնաս։ Ըհը։ Շատ լավ։ Հիմա տամ իմ վերջին հարցը։ Ահա։ Ես կասեմ նախադասությունը, իսկ դուք կշարունակեք ձեր տեսակետով։ Ես իմ անուշ Հայաստանի, կոնկրետ դուք Աննա ջան, ինչն եք սիրում։ Համոհոտը, քարն ու թուփը, Ամեն ինչը։ այո, Ինչի վրա գրված է Հայաստան։ այո։ Ըհը։ Հենց ասում են Հայաստան, դու արդեն ամեն ինչը Հայաստան տանող բոլոր ճանապարհներն եմ սիրում։ Ինչ հետաքրքիր ձևակերպում տվեցիք ամենավերջում։ Դե ինչ, շնորհակալություն։ Աստված տա այնպես ստացվի, որ ձեր պլանները այնքան հեշտ կազմակերպվի, ծրագրերը հեշտ կազմակերպվի, որ շուտ վերադառնաք, գոնե կարոտը առնեք ու հետ գնաք, ու այդ հնարավորությունները շատ լինեն ձեր կյանքում։ Շնորհակալ եմ։ Ըհը։ Դե ինչ, Լավ մնացեք։ դուք նույնպես, Մեր հաջողություն հանդիպում։ ձեզ։ Ըհը։ Ստեսություն։